Հարավային Կովկասում շրջապատված 4 հարևաններով, հյուսիսում և հարավում բարեկամ երկրներով, իսկ արևելքում և արևմուտքում մեղմ և ուղիղ ասած ոչ բարեկամ երկրներով Հայաստանը կարողանում է կողմնորոշվել քաղաքական այս բարդ ռելիեֆում։ Ի վերջո, ինչպես է լինում, որ փոքր երկրին առանց ծովի հաջողվում է խուսանավել նման իրավիճակում։ Գտնվելով բարդ աշխարհաքաղաքական տարածքում Հայաստանն անկախության առաջին իսկ տարիներից փորձեց վարել հասարակշռված քաղաքականություն։ Արդեն քառորդ դար մեր երկիրը կայուն բարեկամություն է հաստատել հարավային հարևանի հետ։ 90-ականներին իրանական սահմանը Հայաստանի եթե ոչ միակ, ապա ամենակարևոր ցամաքային դարպասն էր։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ հարևանի հետ մեզ միավորում է բազմադարյա պատմություն և թեև եղել են պատերազմներ, կորուստներ, բայց այդ ամենը նստվածք չի թողել ներկայում։ Կա մի կարևոր հանգամանք. իրանական պետությունը, իրանական կայսրությունները երբեք չեն վարել հայերի բնաջնջման քաղաքականություն, հայերն էլ իրենց հերթին, ինչպես պարտաճանաչ քաղաքացիներ, բոլոր իրանական պետությունների կազմում, սկսած Աքեմենյանների ժամանակաշրջանից վերջացրած ընդհուպ մինչև Իսլամական Հանրապետությունը, այս երկրին մատուցել են բազմաթիվ ծառայություններ։ Ուրեմն բարեկամություն հնարավոր է, եթե չի եղել բնաջնջման ծրագիր։ Ադրբեջանի պարագայում այս պայմանը չի գործում։ 80-ականների վերջերին ադրբեջանահայերի կոտորածներ, Արցախի ինքնորոշումը խափանելու փորձ եւ ապա պատերազմ, որ դադարներով շարունակվում է առ այսօր։ Հայաստան-Թուրքիա սահմանը բաց էր մինչև 1993 թվականը, երբ Թուրքիան որոշեց փակել այն որպես ճնշման լծակ Հայաստանի վրա։ Տարբեր ժամանակներում մոտենում է խնդիրը, հասունանում է պահը, որ սահմանը պիտի բացվի, բայց միշտ չի ստացվում։ Հիմնական խանգարող գործոնը պիտի համարենք ադրբեջանականը, որը մեծ ճնշումներ է գործադրում Թուրքիայի վրա։ Մխիթար Նազարյանի կարծիքով Ադրբեջանն օգտագործում է բոլոր հնարավոր լծակները, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները մնան փակուղում, փակ սահմանով խզված։ Հյուսիսային հարևանի հետ մեր հարաբերությունները միանշանակ չեն։ Վրաստանը խնդիր ունի միայն մեկ հարևանի հետ, որը համարվում է մեզ բարեկամ երկիր։ Վրաստանում բնակվում են նաև մեծաթիվ հայեր, որոնց գործոնը հաշվի չառնել հնարավոր չէ։ Ստեղծվել են պրագմատիկ հարաբերություններ երկու պետությունների միջև, որով հասկանալով կարմիր գծերը երկուսի ազգային շահերի, երկու հանրապետությունն էլ փորձում են ավելի զգուշորեն մոտենալ միմյանց հանդեպ հայտարարություններին, քայլերի, որ իրար շահերի չբախվեն։ Վրացագետն ասում է, որ մեր երկու հարևանները փորձում են Վրաստանին ևս ներքաշել իրենց տանդեմի մեջ, օգտագործելով Հայաստանի դեմ, բայց ոչ բարեկամների եռյակ ձևավորելու փորձը չի հաջողվում։ Ամփոփելով Թբիլիսիի վերջին տարիների վարած քաղաքականությունը, Ջոնի Մելիքյանը նշում է, որ վրացական իշխանությունները ձգտում են բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։ Մենք միշտ ձգտել ենք իրար կապել հյուսիսը եւ հարավը, կամուրջներ գցել արևելքի եւ արևմուտքի միջև։ Հայաստանի լեռներում կղզյանալը երբեք մեր ցանկությունը եւ նպատակը չի եղել։ Այսօր էլ մենք բաց ենք համագործակցության համար, որի լավագույն ապացույցն են այն ջերմ եւ բարիդրացիական հարաբերությունները, որ ունենք մեր հարևաններ Վրաստանի եւ Իրանի հետ։ Ակնարկը հստակ է, մեր երկիրը գոնե Թուրքիայի պարագայում պատրաստ է առանց նախապայմանների համագործակցության։ Մխիթար Նազարյանի կարծիքով երկու հարևանների հարաբերությունների բարելավման թնջուկը գտնվում է Ադրբեջանում, եւ քանի դեռ որոշիչ է Ալիևի հավանությունը, այն կմնա անլուծելի։ Հայկ Հովհաննիսյան, Արտակ Գևորգյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին ալիք։